Բարև ձեզ։ Այսօր մեր 10-րդ էպիզոդն է, մենք հասանք 10-րդ էպիզոդին։ Հետաքրքիր տարբեր հյուրերով, տարբեր թեմաներով, բայց հասանք ամեն դեպքում 10-րդ էպիզոդ ու դեռ շարունակում ենք։ Այսօր խոսենք մի քիչ ավելի sense ընդհանրական բաներից, ինչ որ տարբեր թեմաներից, որը որ մեզ հետաքրքրում է, մի քիչ կպատմենք, թե ինչ հետաքրքիր բաներ ենք արել կամ անում կամ պիտի անենք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որովհետև երբ որ սկսում ենք դեռ 10-րդ էպիզոդին հասնելու մասին խոսք չկար, հույս էլ չկար, ու ինձ թվում է անզեն աչքով էլ երևում է մեր դիտումների քանակը։ Մենք չենք հիասթափվել, մենք շատ ուրախ ենք, որ շատ օրգանիկ դիտումներ են լինում եւ ենթադրենք նայում են 1000 հոգի, դեռ 1000 չունենք երևի։ Չէ, ունենք առաջի էպիզոդին, հա։ Եվ 1000-ն էլ գիտենք, որ հստակ նայում են մինչև վերջ։ Շնորհակալ ենք։ Մարդկանց կարծիքներն էլ շատ լավներ, բացառությամբ երբ մի 4-5 հոգու։ Շնորհակալ ենք բոլորին, մանավանդ հորքուրներին։ Մանավանդ հորքուրներին։ Մենք հաշվի չառնենք այն մարդկանց, որ անպատասխանատու կոմենտներ են գրում։ Մի 4-5 հոգու մասին այլի խոսքը, որոնք որ Սովետի պաշտպանները։ Հա, մենք ենք պաշտպանում, ես ինքս էլ պաշտպանում եմ Սովետին, ունեցել է եւ դրական եւ բացասական կողմեր, բայց բացասականը շատ է։ Բայց այդ կոմենտների մասով այդքան է անցնենք։ Այսօր շնորհակալություն բոլորին, մեր բոլոր 230 պատպիչիկներին, subscriber-ներին YouTube-ի լեզվով ասած։ Այսօր անցնենք առաջ։ Ասենք որ պատմի որ նոր երգ ունես, որը որ լրիվ նոր բան է քո կարիերայում, ինչ որ չափով։ Այո, ունեմ նոր երգ, Արի Ալիջանի հետ ենք միասին ստեղծել, շնորհակալ եմ այն թիմին, ովքեր որ աշխատել են, որոնց մասին ես չգիտեմ, բայց գիտեմ, որ աշխատել են, քանի որ Արին Ստամբուլում ապրող հայ երիտասարդ է, ով զբաղվում է գործիքավորումներով եւ օրկեստրինգով, եւ միասին ստեղծել ենք Քելե Քելե երգը, որը կարծում եմ, որ իմ ռեպերտուարում եւ իմ ունկնդիրների համար նորություն էր, քանի որ երբեք դասական գործիքավորմամբ հանդես չեմ եկել, այսինքն միշտ եղել է Ethno Colors-ը կամ Կարին բենդը, կամ Հայկ Կարոյի հետ է եղել, կամ մյուս ընկերներս, ովքեր որ շատ ավելի տեխնո մյուզիքի ոլորտում են եղել, բայց Արիի հետ ստեղծածը շատ նոր բան էր, Քելե Քելե, այսինքն այն երգն է, երևի շատերը վիրավոր լորիկ գիտեն։ Վիրավոր լորիկ երգը։ Վերջին 1 տարին իմ մոտ շատ այլ էմոցիաներ են առաջանում դասական երաժշտության հետ կապված ու օրկեստրինգների հետ կապված, շատ ուրախ եմ, որ այդ երգը հենց ամենադասական ձևով ներկայացրեցինք։ Ես շատ եմ հավանել ու կապ չունի, որ մտերիմ ենք դրա համար։ Ինքը շատ սիրուն է, չնայած որ ես մինչև այդ լսել եմ քեզանից DL-ը համերգի ժամանակ, ու շատերը հնարավորություն չեն ունեցել լսել, ինքն էլ է տարբեր մնացած ռեպերտուարից։ Ես գիտեի, որ դու կարող ես երգես տենց երգել, բայց շատ մարդիկ չգիտեն։ Ինչ որ ձև հղումը կամ ինչ որ մի ձև կդնենք, որ մարդիկ կարողանան լսել։ Ու այս իրավոր լորիկի հետ կապված իմ համար նորություն էր, որ օրինակ իմ ձայնը կարա շատ ավելի բարձր նոտաներում հզոր երևա։ Ես վստահ եմ քո ձայնին, ոնց որ Այս վերջում լսել էի մի քանի տեսակետներ, որ իմ ձայնը չի առաջ տանում, այլ բախտն է առաջ տանում։ Այո, նաև բախտն է առաջ տանում։ Ես չեմ շղթում։ Բայց ձայնն էլ չեղած տեղից ոչինչ չի լինում, կարծում եմ։ Ու ասացի, չէ, ամեն դեպքում մի քիչ չափազանցրել են։ Ձեն կա։ Այսօր անկեղծ խոսալու օր ենք ունենալու, որովհետև մեր 10-րդ էպիզոդն է ու քննարկելու ենք այս 10 էպիզոդների ընթացքում եղած բացասական դրական դեպքերը, չնայած դրականը շատ ավելի շատ է։ Բացասական երևի չկա, որովհետև բացի մի 2-3 հոգու կոմենտ, անծանոթ մարդկանց կոմենտներից իրականում, որովհետև մենք մեր համ անծանոթ, համ ծանոթ բոլոր մարդկանց կոմենտները ու դիտարկումները միշտ ընդունում ենք, միշտ լսում ենք, միշտ կիսում ենք, կարանք համաձայնվենք, կարանք չէ, բայց միշտ լսում ենք այն մարդիկ, ովքեր որ
մեզ ուզում են ինչ-որ բանով օգնեն, խորհուրդ տան կամ իրենց կարծիքը ասեն, բայց այն մարդիկ, ովքեր որ մտնում են ուղղակի գրում են, չգիտեմ, ինչ որ մի հատ short-ին, reel-ին կամ ընդհանուր podcast-ին, չգիտեմ, այս մի բանը սուտ, հենց տենց է գրում են, սուտ ես ասում։ Անկախ նրանից, թե այդ արտահայտությունը ով է անում, մենք չգիտենք ինքը ով է, մենք իրեն չենք վիրավորում, բայց մենք ու շատ լավ ենք ընդունում։ Բերեք փաստեր, եթե մենք ասում ենք ինչ-որ մի բան, ոչ միայն փաստերը, եթե քննադատությունը, մենք քննադատությունը ընդունում ենք շատ լավ, առանց վիրավորելու կարող եք գրել, բոլորս էլ ի վերջո մահկանացու ենք եւ սխալվելու իրավունք ունենք։ Բայց երբ որ վիրավորում եք ու գրում եք սուտ ես խոսում կամ չգիտեմ, մի անգամից հենց սուտ ես խոսում, կներեք, բայց մենք էլ ենք։ Դա հիմա շատ մոդա է դառել մարդկանց մեջ, միանգամից առանց ինչ-որ բան գժիդար է, մենք էլ ենք գժվում։ Քսել բռնելու միանգամից սկսեմ վիրավորել, բայց դա ամեն դեպքում այդ ամեն ինչը շատ հետաքրքիր է ստացվել։ Որ ասում են, մենք մեզ վեհ պահեցինք, մենք ոչինչ չպատասխանենք, չէ, վեհ չենք պահում եւ պատասխանում ենք, կներեք։ Բայց իրական շատ սարկազմով ենք պատասխանում, դա լսենք, երևի իրանք չեն հասկանում, որ այդ սարկազմը, բայց ամեն դեպքում։ Գիտես, այս ընթացքում ինչից է ուրախանում, որ ենթադրենք եղել են շաբաթներ, որ մենք չենք կարողացել, չենք հասցրել ֆիզիկապես, ես երկրում չեմ եղել կամ Լևոնի աշխատանքային գրաֆիկը կամ իմ աշխատանքային գրաֆիկը թույլ չտվել, որ մենք նկարահանենք մինչև 5 շաբթի օրը ու այդպես երբ որ 5 շաբթին գալիս էր ու էպիզոդ չէր լինում, գրում էին նամակներ առանձին կամ զանգում էին կամ չգիտեմ ծանոթներ, ընկերներ Շատ ուրախ եմ, որ իմ ծանոթների ընկերների շարքում ունենք դիտորդներ ու դրական կարծիքների այդ էմոցիան քեզ երբ հասնում, այսինքն որ դրական կարծիքներն են օրինակ, որ ինձ շատ են կպել, մեկ իմ ընկերներից Նանեն, ով մի օր իր մյուս հեռասով նկարել իր մյուս հեռասի վրա, որ Spotify-ով լսում էր մեր podcast-ը ու դրսում քննարկում էր իր երեխային այդ շատ տրամադրում է, որ ուզենա շարունակես նորից անես, էլի կիսա չթողես ոչ մի բան։ Մերսի բոլորին։ Դե մեր համար մի հատ շատ ծավոտ թեմա կարես մի քանի օրերի ընթացքում, որ մարդիկ մեր թեմաներին էլի արդեն ասնենք AI-ով գեներացնում են ինչ-որ երաժշտություններ կամ ինչ-որ կարճ հոլովակներ, որոնք որ ներկայացնում են հայկական։ Այս կարճ շորթերից ենք սարքելի, որ շատ տարածվի ու դուք էլ տեսնեք ստեղծողներին էլ խոսք ուղենք էլի միանգամից։ Մարդիկ սարքում են այդ իբր հայկական AI հոլովակները եւ երաժշտությունները կամ երգերը, որի մեջ չկա բացարձակապես ոչ մի հայկական բան, երբ որ կոմենտ ես գրում, որ վատով չէ, որ այս հայկական չի, խնդրում եմ մի արեք կամ օրինակի համար մի ներկայացրեք որպես հայկական, եթե արել եք ամբողջը մի կոմիտասին մի կպեք, ուղղակի մի կպեք, որովհետև դա անընդունելի է ու հասկանում եմ, որ կան մարդիկ, ում համար շատ պրիմիտիվ է ազգային երգ երաժշտություն ու առասարակ կոմիտասի գրած երգերը, շատ պրիմիտիվ է, բայց խնդրում եմ ձեր լայն YouTube-ով լսող նայողները տենում են, որ շակերտավոր է բաների համար եւ մի կպեք ազգային արժեքներին, որտեվ ամեն ինչ պղծված է, իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքին, մաքսիմալ թշնամական։ Այո, թուրքի պես ենք վերաբերվելու։ Անցած podcast-ին էլ տես ինչ որ վերջում շատ ներվայնացած, վերջում պատմեմ խոսքը ինչի մասին է, ուրեմն մի տղա սարքել էր վիդեո, բայց ոնց հասկացա, ով որ ինձ կոմենտ էր գրել, ինքը չէր սարքել, այլ ինքն էլ վերցրել էր ուրիշ էջից, մի խոսքով ու կարծեմ լորիկն էր Հիմա չեմ հիշում, որ շատ ջղայնացել է։ Կոմիտասի երկերից մեկն էր, մի խոսքով։ Անդրադարձավ, ես չէի տեսել, ու տեսա Աննայի, Թովմասյան Աննայի կոմենտը։ Մի խոսքով, ու երբ որ շատ հանգիստ գեղեցիկ գրում ենք, որ ազգային արժեքը էլի ամեն դեպքում մեր ունեցած ամենամեծ հարստությունը այս պահին մեր անցյալում թողած ժառանգությունն է, երկերն են, եկեղեցիներն են, մշակույթն է, մի խոսքով։ Ու մի արեք, ուղղակի մի կպեք այդ երկերին էնել AI-ով։ Համաձայն եմ, որ AI-ն գործիք է, այսինքն բոլորն էլ օգտվում են, եւ մարքետոլոգները, եւ գրողները եւ երաժշտություն գրողները եւ գործիքավորողները, մի խոսքով տարբեր այլ ոլորտներում
որպես գործիք օգտագործում են AI-ը, որը հեշտացնելու համար է ստեղծվել ի սկզբանե, ոչ թե օրինակ երաժշտություն գրելու։ Հա, չէ, երաժշտություն գրելն էլ։ Չէ, հարցը գիտես ո՞րն է, տարբեր մարդիկ օգտագործում են, բայց երբ որ AI-ի աշխատելու լոգիկան չեն հասկանում, երբ որ դու ուզում ես ստեղծես հայկական երաժշտություն, օրինակ AI-ը ինչքանով որ ես պատկերացնում եմ AI-ը ոնց է աշխատում, դու գրում ես ինչ որ ուզում ես գտնես կամ սարքես, ինքը համացանցում ու ամբողջ ինչին որ ունի հասանելիություն, դեռ ման է գալիս, ինչն է հայկականը, որն է հայկական երաժշտությունը, ու եթե ես լինելով անճաշակ մարդ մտնում եմ գցում եմ ինչ-որ մի հատ տեղ երաժշտություն, գրում եմ ռուսերենով է Armянские народные песни օրինակի համար։ AI-ը էդի մանա գալի։ Չէ, ես կարող ինչ-որ քրդական կարող չգիտեմ անտաղանդեմ իմ ռուսերենով ես գրել քրդական դժվար բերի։ Չէ, օրինակ եմ բերում։ AI-ը մանա գալիս է, գտնում է որ գրած է հայկական, ուրեմն всё հայկական ախպեր։ Վերցնում է դա։ Ալգորիթմը եւ առհասարակ ինտերնետի գործող ալգորիթմը քիչ տարբեր է, որովհետեւ հնարավոր է որ, չգիտեմ, ու անցնենք նորից նույն թեմային, լորիկը սարքել էին համարյա այս երաժշտությամբ սերս մեղքեմ համարելու այս երաժշտության ոճի սիրավոր լորիկ էին սարքել։ Դեն դեպքն է որ չենք ասի link կդնենք, հղում կդնենք, չէ, չենք դնի, որ չտարածվի։ Ես նույնիսկ ուզում եի story-ով կիսվել, բայց screen արեցի, որ չտարածվի, որովհետև դրանից առաջ Սայաթնովային էին կպել։ Գիտեք, մելիզմատիկաներին ոչ մեկ էլ դեմ չի։ Ես մելիզմատիկաների համար չէի գրել այդ ժամանակ։ Ես գրել էի նրա համար, որ մեղեդին բարիս բուն իմաստով ուրիշ բան էին ստացել, ուրիշ չափ, ուրիշ լադ, ուրիշ ամբողջությամբ մեղեդին փոխված էր, ինչքան էլ դուք ուզում եք նորովի ներկայացնեք, ու մի աղջիկ կոմենտ էր գրել, որ ընդունեք, ինչու չեք ընդունում, ստեղծողն էլ այսպես է այս երգը պատկերացնում, ստեղծողը ոնց ուզում է թող պատկերացնի, բայց երաժշտությունը մեղեդին փոխել դա անընդունելի է։ Գործիքավորումը կարա լինի ջազային, կարա լինի ռոքային, կարա լինի մուսուլմանական, քրդական, չգիտեմ, կարա լինի ինչ ձև, հնդկական, ինչ ձև ուզում են թող անեն, ամեն ինչ ընդունելի է։ Մենք ապրում ենք այդ օրում, բայց մեղեդին փոխել, այդ հավասարազոր է, օրինակ 100 տարի հետո, որ 100 տարի հետո եկող սերունդը չի իմանալու լորիկի մեղեդին։ Հա, ես դա նշել էի, որ պետքա դրա մասին խոսենք, որովհետև նոր սերունդը օրինակ երբ որ 11, 12, 13 տարեկանից սկսում է իրենց մոտ ձևավորվել ճաշակ, ու մի քիչ հասկացողություն, չգիտեմ, արվեստից, երաժշտությունից, կինոյից, տարբեր բաներից, իրանք լսելու են կոմիտաս, որը որ այդ տարբերակն է։ Գիտես, ուղղակի ուրիշ բան եմ մտածում, որ AI-ով ստեղծված երաժշտությունը ամեն դեպքում այս իմ կարծիքն է, որ AI-ն գիտի ոնց կպնի քո ուղեղին ու քո չեմ կարող ասեմ, շատ ավելի երգը երաժշտությունը ներկայացում է պրիմիտիվ ձևով, մեր ուղեղին էլ այդ պրիմիտիվը շատ ավելի հեշտ վերցնելու առումով հեշտ է վերցնում։ Դա չի սիրում ով մտածի։ Ու parza, որ այդ մի տարբերակը շատ ավելի հեշտ են ընկալելու երեխեքը, քան օրինակ իրական տարբերակը, որը մեղեդին ինչ-որ չափ բարդություն ունի։ Ես հասկանում եմ, որ օրինակ կոմիտասը նաև ունի երաժշտություններ, որոնք որ բարդ են, ինչ-որ տարիքի ընկալման որ խազերի ճակատագրի հետքերով ենք գնում, այսինքն ազգային երաժշտությունը մի օր դառնալու է խազերի պես։ Խազերի ոչ թե մրցանակաբաշխության, այլ Չէ, մրցանակաբաշխության մասին չի խոսքը, այլ հետիսկական խազերի մասին է։ Մեր հին նոտաների կոպիտ ասած։ Հա մենք ասել ենք, որ խազերի մասին պետք է առանձին թողարկում ունենանք, բայց հա դեռ լինելու է, չենք մոռացել, մեր համար կարևոր թեմաներից է։ Պարոն Շահնազարյանին կարծում եմ, որ կտեսնենք մեր տաղավարում։ Անպայման կանենք, հա, ինձ էլ շատ հետաքրքիր է, հաստատ լիքը բան ունենք այդ թեմայով խոսելու։ Բայց հա հետ դառնանք այդ AI-ին, որ մարդիկ մի արեք։ Այդ բառը չգիտեմ, հայերեն ոնց են, ապրծփր օգտագործում են AI-ը իրանց անձնական կոնտենտ ու հայտնիության համար, որը որ վնասում է ազգին համաձայն եմ, որ չիչացնենք կոպիտ ասած մեր ծանր տեղը, չթեթևացնենք ու ինտերնետային հարթակում եւս մեկ անգամ վիրավորական ինչ-որ բան չասենք, ինչ-որ միտող ատելության խոսք, որտեղ մենք այսօր ապրում ենք կոպիտ ասած ատելության մեջ։ Այո, մենք ապրում ենք ատելության մեջ, ամեն օր մեկը մյուսին վատ բառեր ասում, մեկը մյուսին չգիտեմ ինչ ասում, բայց խնդրում եմ, սիրելի ընկերներ, սիրելի
Instagram-երներ, YouTuber-ներ շատ են խնդրում, եթե AI-ով օգտագործում եք, ուղղակի գործիք օգտագործեք ու ազգային երաժշտությանը ինչ երգ ուզում եք կպեք։ Նոր ժամանակների ստեղծած, չգիտեմ, 10 տարի առաջվա ստեղծված երգերին կպեք, բայց մի կպեք ազգային երաժշտությանը, որը Կոմիտասը, Հայրիկ Մուրադյանը, Մահոբիկ Եվորքա, Ջիվանիա, Սայատնովայա, Աշուխ Շահենը, չգիտեմ, մի կպեք ուղղակի, որովհետև ազգային արժեքներ են, որոնք որ փոխանցվելու են ժառանգություն մեր սերունդներին։ Ես չեմ ուզում, որ իմ սերունդները օրինակ իմանան, որ Իբրահիմի գրած երգերն են իրենց ժառանգությունը կամ, չգիտեմ, Անուններ չտանք, լավ։ Անուններ չտանք, լավ։ Այդ մարդկանց մեջ հայերի անունները կա, ինձ որ հայկական անազգաններ կան։ Ազգային արժեքը այդ չի, ազգային արժեքը դա Կոմիտասն է, որ դուք փորձում եք անել, խնդրում եմ, մի արեք։ Եթե ինչ, ոչ թե մենք փորձում ենք ֆետիշացնենք Կոմիտասին, այլ նենց չի, այնքան շատ մարդ ունենք, մեջներից ընտրել ենք մի հատ Կոմիտասին, սա որը Կոմիտասի անուն ենք տալի, որովհետև իր ֆանատենք։ Բայց եւ ազգայինում եղած մարդիկ գիտեն, որ կարելի է պաշտել, որովհետև Կոմիտաս ունենք։ Բայց ըստ մի հատ միտք կա, որ այդ համաձայն չեմ, ոչ թե քո հետ, այլ առհասարակ որ ասում են, որ արվեստագետը տենց հա տեսել է ու արել է։ Օրինակ ինքը տենց հա զգացել, տենց երգել է։ Դա գործիքավորում կարա լինի, տեսակ կարա լինի։ Ես դրա հետ համաձայն չեմ, բայց նախ արվեստագետը մեղեդուն կպնելու։ Ով է համարվում արվեստագետ, օրինակ այդ նույնը մտավորականների մայն, որ ասում են մտավորական, ասենք ով է մտավորականը կամ խեն որոշը, որ մենակ այդ մի հատվածն է մտավորական, նույնը արվեստագետը, եթե ինչ որ մեկ իրան համարում արվեստագետ, չի նշանակում, որ ինքը արդեն հասել է նրան, որ արվեստագետ է։ Ինքը գցե բռնել է ինչ որ մի հատ բան, որ ես էս տենում եմ սենց ու անում եմ սենց։ Բայց դու ով ես, որ դու դա անում ես։ Ինքը դու ում կողմից ընդունված արվեստագետն ես կամ որ հասարակական շերտ, ինչ որ չգիտեմ, մարդկան շերտերն են քեզ սիրում, լսում, ընդունում կամ քո արածը կիսում։ Մարդ ես ընդհանրապես, որ Instagram-ում ունես, չգիտեմ, 3000 follower կամ YouTube-ում ունես, չգիտեմ, մի հատ short, որտեղ որ քեզ նայել է օրինակի համար 50000 մարդ, դու գցել բռնել ես, որ տես տաղանդավոր, ահա որ տաղանդավոր մարդ ես ու կարաս անես նենց, ոնց դու տենց զգում ես։ Արի դու միս գա ընդհանրապես։ Ու միս վիդեոն, որը որ Սայատնովային էր նվիրված, այնքան սիրուն վիդեո էր, չես պատկերացնի, AI-ով ստեղծած էր, իրոք շատ սիրուն էր, բան չեմ կարող ասեմ, ամեն ինչ իդեալական էր, տարազից սկսած, իր դեմքը պատկերել, չգիտեմ, այդ էֆեկտները, ինչ որ պատկերներ, բայց ոչ երաժշտությունը։ Ես ներվայնացա չնայեցի մյուս վիդեոները։ Չէ, ես նայել եմ։ Ես որոշեցի չգրամ։ Հանուն արդարության կասեմ, որ իրական տարբերակն էլ կար էջում։ Ախր հարցը բայց մի էլ առաջարկեք, խնդրում եմ, այս ժողովուրդը սիրում ան նոր ու ավելի հեշտը վերցնի։ Մի էլ առաջարկեք այդ պրիմիտիվը, մի դրեք, ասեք, էս էլ էան է ստեղծել, տեսեք ինչ է ստեղծել։ Մի էլ առաջարկեք, ուղղակի մի առաջարկեք։ Այս դժվար ոչ թե կոնսերվատիվ բաներից ենք խոսում, բոլորս օգտագործում ենք, սկսած ChatGPT-ից մինչև ես մասնագիտության մեջ, համ վիդեոյի մեջ, համ ֆոտոյի մեջ AI շատ եմ օգտագործում։ Կյանքի բոլոր փուլերում մենք օգտագործում ենք ChatGPT։ Բայց ոնց որ չենք փորձում դրանով ուրիշների անունը գցել կամ ուրիշների արածը նվաստացնել։ Եկեք AI թեման այսքանով սահմանափակենք։ Մի արեք բաներ, որոնք որ ազգայինի վրա կարող են ազդել ու հետո ավելի ոնց որ ինչ որ մի օր մեկը հասնելու ենք մի հատ կետի, որ պետքա դզենք այս ամեն ինչը ինչ որ ունենք, որովհետև հիմա շատ վատ վիճակում է։ Բայց պետք է խորացնել, որ հետո հա, բայց հետո որովհետև հիմա եթե մատերի վրա կարաս հաշվես քանի հոգի է ազգայինի համար վիզ դնում կոնկրետ, հենց տենց էլ պետքա ասել վիզ են դնում այդ մարդիկ։ Իրենք շատ քիչ են ու իրոք կարաս sense մատերի վրա հաշվես թե քանի հոգի են մի գոնե խանգարեք այդ մարդկանց մի նենց արեք որ իրանց գործը 10 տարի հետո ավելի դժվարանա մեր սա կռիվը է դրա մասին է ու մեր ոդկասթն էլ է դրա մասին որովհետև ինչքան էլ մարդիկ կան որ անում են մշակութային թեմաներով հաղորդումներ ու ոդկասթներ ոչ մեկի կոնտենտը այս ձևը չի ինչ որ քննադատական բայց մտքից մի հատ բան եկավ ու իրար հետ ինչ որ տարբեր տեսակի համաձայնվել ու չհամաձայնվել, դες բաներ չեմ հիշում։ Մի հատ մտքից բան եկավ։ Ուհ։ YouTube-ում կա մի հատ երգ։ Իդեպ ես տաքսի մեջ եմ լսել։ Մի հատ երգ կա YouTube-ում, որ AI-ով սարքած է, Վարդան Ռումյանի երգերից մեկն է։ Ինքան սիրուն են սարքել, բան չեմ կարող ասեմ։ Մեղեդին, բայց փոխած չի։ Բայց ինքան սիրուն են սարքել։
Ես դե գիտես չեմ սիրում։ Եվ երևի այսքանով ավարտենք AI թեման։ Մյուս եկանք այն թեմային, որ կրթությունը ազգային թեմաներով այդքան էլ բարձր չի ու էլի իրականում անհատների վրա է դրած, չնայած կան ինչ-որ դպրոցներ, որ թեկուզ նույն անհատով մեզ դասա տալիս։ Հա, բայց ինքը համատարած չի, նամանավանդ երբ որ գնում ենք տարբեր մարզեր, մի քիչ ավելի փոքր կոպիտ ասած, ինչ-որ գյուղական տեղեր, նկատում ենք, որ օրինակ երեխեքի մեծ մասը տենց ինչ-որ թզբեխային վիճակներով է։ Դե Երևանում էլ կա։ Հա, չէ, ասած սենա որ Երևանում քիչ թե շատ գոնե այդ հայկականը կարող են պատկերացնել, որ նա տեղեր կա, որ ընդհանրապես չեն պատկերացնում։ Այդ կրթության պակասը ինձ թվում է նաև բերում է նրան, որ այդ նույն AI-ի վիդեոներն է սկսում տարածվել, բայց ոնց որ AI-ի մասին այդքան չպատմենք։ Չխոսանք AI-ի մասին, որ չբացեն։ Այդ կրթությունը իրականում մտածում եմ, որ չեմ ուզում ասեմ պիտի լինի պետական, որովհետև պետությունը տարբեր ժամանակներում բայց մինիմալ ազգային երկերաշտություն պար գոնե պետքա հանրակրթական բոլոր դպրոցներում լինի։ Ես իմացել եմ, որ մի քանի օր առաջ եմ իմացել, ես գիտեի բոլոր դպրոցներում համատարած կա, բայց փաստորեն դպրոցի տնօրենն է ընտրում, իրանք ունեն բյուջե թե չէ։ Ես տենց եմ իմացել, հնարավոր է, որ ես սխալ գիտեմ, ոչինչ չեմ կարող ասեմ, բայց ես գիտեմ, իմացա, որ դպրոցի տնօրենն է որոշում բյուջե ունի տրամադրելու ազգային պարի ուսուցմանը, թե չունի։ Այդ մասին չգիտեի, ճիշտն ասած, ես էլ նորան իմանամ, որ բոլոր տեղերում չի, բայց երգի կամ մշակույթի դաս չկա։ Դե երգի դաս բոլոր տեղերում կա։ Ես ազգային պարի մասին եմ ասում։ Հա։ Ես մտածում էի, որ բոլոր դպրոցներում սովորացնում են, չգիտեի, ես էլ նոր իմացա, որ չկա ու չգիտեի, որ տնօրենն է որոշում բյուջե կա թե չէ։ Մեր ժամանակ ուրիշ էր, ազգային պար ես չեմ անցել դպրոցում։ Ես էլ չեմ անցել երգի դասն էլ, նշի որ երգի դաս ենք անցել։ Երգի դաս անցել եմ։ Չէ, կար ինքը դասը ժամ տենց կար, որ երգի դասեր կամ երաժշտության դասեր, բայց ես այսօր երգչուհի եմ, նաև շնորհքն է իմ առաջին երգի ուսուցչուհի։ Շաննա Վազգենովն է։ Դες ես երգիչ չեմ, որովհետև դպրոցում չեմ սովորել երգել։ Ես իրանով եմ սիրել։ Բայց այդ էլի խոսանք նրանից, թե ոչ թե ինքնանպատակ հիմա ասում ենք, վայ, մենք հայենք պետքա ազգայինը սովորացնենք կամ իմանանք, մենք հենց հիմա մեր վրա զգում ենք, մեր մաշկի վրա ենք զգում սաղ խնդիրները, որը որ տարիների ընթացքում ռոպագանդա եղել հակազգայինի, սկսած սովետից, մինչև 90-ականներ, 2000-ականների սկիզբ, մինչև, չգիտեմ, 10 տարի առաջ, երբ որ մարդիկ հասկացել են, որ պիտի հայկականը տարածվի։ Այդ տոտալ անգրագիտությունը նաև դրանից է գալիս, ռոպագանդաներին հավատալը ու քարոզել էլ ամեն ինչը, ինչ որ ոչ հայկականն է, չիմանալով։ Առաջին տեղում պետքա լինի հայկականը, բոլոր ամեն ինչի հետ կապված արտադրանքներ կլինեն music industry-ում, բարում, չգիտեմ, տարբեր ոլորտներում, թեկուզ մինչև կատնամթերքից կամ ինչ-որ տենց արտադրություններից սկսած առաջի տեղում պետքա լինի հայկականը, հետո նոր այլ ընտրանք, այլ ազգի։ Այս տպավորություն չլինի էլի, մենք մենակ սաղորը հայկական ազգային ավանդական երգերն ենք լսում, չգիտեմ, լույսը բացվում է կոմիտաս ենք լսում, մութը գնում է կոմիտաս ենք լսում, տարբեր տեսակի երգեր ենք լսում։ Ես ամեն ինչ լսում եմ, ես դա չգիտեմ, շղթել եմ, ասել եմ չէ։ Ամեն անգամ դրանից խոսում եմ։ Ամեն ինչ լսում եմ, ամեն ինչ բառից բուն իմաստով։ Չէ, ես չեմ կամ ամեն ինչ լսում։ Նոր ստեղծվող ունենց անիմաստի երգեր մեկու մեջ կբերի էջից, ես լսում եմ, որ իմանամ։ Ճիշտ ասած, ուզում եմ մի նկատառում անել, մեր էս հաղորդումից հետո ինձ գրում են ապագա հարսիկներ, որ իրենց հարսնարի առարողությունը ես պետք է երգեմ, կամ արդեն երգել եմ, կամ այս ընթացքում է լինում, ու գրում են, որ մենք ամբողջությամբ ձեր ոդքասթը նայելուց հետո կուժից օրինակ հրաժարվել ենք։ Դեք լավ բաներ ենք։ Կամ հայկական ուրիշ այլադատներ ենք առաջ բերել, ավանդույթներ ենք առաջ բերել, շատ ուրախանում ենք։ Բայց շատ միանգամից սկսեցինք խոսալ հարսանիքներից, ինձ մի քանի էպիզոդ հարսանիքի կազմակերպիչներ սկսեցին ատել։ Հա, կային։ Մի քիչ։ Բայց դա հակառակն է կարելի, եթե ասենք որ։ Հա։ Ոչ բոլորն էին, որ սկսեցին ատել, որովհետև իրանց արածները
ապացուցեցինք, որ հայկական չի։ Հա, իրենց ֆինանսները կսկսեր դրանից պակասել, բայց ասեմ, որ ամեն դեպքում իրենց ով պիտի մեր թիմում է, ով իրենց հավատում է, հավատացել է միջև էտելի հավատում, այսինքն ոչ մեկի ֆինանսին, որից մա հացին վայր չենք եղել իմ։ Այդ ուղղակի մենք հարկ ենք համարել խոսալ հայկականից, որովհետև մենք ինքներս մտածել ենք, որ եթե մենք ինչ որ մի օր պետքա ունենանք հարսանիք պիտի լինի այդ նույն ձևի, դու ամեն դեպքում միշտ ասել ես, որ դու ուզում ես տես լինի քո հարսանիքը, ես որոշակի տարբերություններով որի ձև ավանդական կամ ոչ ավանդական, այսինքն չի լինել ուղղակի այնց աքսեսուարիկներով, չգիտեմ։ Հենց որ ամեն դեպքում ոչ մեկի գործին չենք խփել։ Մենակ կան մարդիկ, ովքեր որ մեզ լսել են, տեսել են, որ փաստերով ենք ասում այդ ամեն ինչը, ինչ որ գրքերից վերցնում, մենակ մեր խոսքը չի, նաև ունենք հյուրեր, որ պատմում են։ Ու շատ ուրախացել էի, որ հայկական երգերից ենք խոսացել, հարսանիքների երգերից, ու լիքը մարդիկ իմացան, որ հա էլի իրանք տենց միշտ ասել են, որ դե չկա հայկական երգ, որի տակ կարանք պարենք, բայց իրանք ուղղակի միշտ տենց լսել են, իրանք եկե հասել է, որ չկա հայկական երգեր, որի տակ կարան պարեն ու չեն պարել ուղղակի։ Բայց ըստ վերջերս քեզ մի հատ ռիլեյ ուղարկել, որ գրած էր համշենական պար, որ ուղարկել հարցնում էի իսկականից համշենական։ Հա, որ ես էլ ասացի իմ ընկերներից։ Հա, այն որ տենում ենք, որ կան մարդիկ, որ ռեալ հայկականի տակ պարում են ու այնքան լավ են պարում, որ ցանկացած ռաբիզից ավելի հետաքրքիր պար է ստացվում։ Մեկ էլ մի հատ ուրիշ ուրախացնող փաստ կա։ Ես գիտեմ խմբեր, cover band-եր, որ ուղղակի սովորական cover-ներ երգող խմբեր են եղել։ Հիմա փորձում են ներգրավել իրենց էթնոյի մեջ ու ֆոլք երաժշտության մեջ շատ ուրախալի է, որ ի վերջո մի շրջան կար, որ բոլորն էլ cover երգեր էին երգում, cover band-եր էին որպես այդպեսին Հայաստանում, եթե դա ձերը չի ու չեմ կարծում, որ օրիգինալից էլ լավ եք անելու, անկեղծ եկեք ճիշտը խոսանք, օրիգինալից լավ, այն էլ այդ կարգի երգերը, հիթերը հաստատ չեք անելու, արեք այն ինչ որ ձերն է, ձեր ոչ թե ասեմ ձեր ազգայինն է, այլ ձեր ինքնությունը պահողը։ Որտեղ մենք այսօր ապրում ենք մի հատ իրականության մեջ, որ մենք ունենք խնդիր մեր ինքնությունը պահելու։ Հա, այդ մեծ խնդիր է, բայց այդ նույն cover band-երի հետ կապված ես մտածում եմ, որ մի քիչ ժամանակները փոխվել են։ Հա, այն նախ ուրախ եմ, որ արդեն կան։ Առաջ մոնոպոլիան մենք էինք։ Չէ, բայց ուրախ եմ, որ կան cover band-եր, որ իրանք նվագում կամ երգում են մոտավորապես նույն գներով։ Այդ cover-ներով չէ։ Հա, իրանք երգում են մոտավորապես նույն գներով, ինչ որ առաջ երգում էին։ Ռաբիզ ուղղակի չեմ ուզում ասեմ, բայց ոչ լավ երգեր երգող երգիչներ, իրանք ռեստորանայինը չեն ասի, բայց իրանք վերցնում են մեծ գումարներ, գնում էին հարսանիքի ժամանակ երգում են երգեր, որոնք որ ընդունելի չի մեղմ ասած։ Այդ cover band-երը դառան այն խմբերը, որոնք որ այդ նույն գնով գալիս էին ու երգում են մի քիչ ավելի լավ բաներ։ Գոնե ավելի ընդունելի է։ Մենք որ 1000 տարի առաջ ծանոթացել էինք ու խոսում էինք մի հատ խմբից, որ cover երգեր էր երգում, չեմ հիշում։ Բայց նրանք հայկական չէին երգում։ Չէ, հայկական չէին երգում ու շատ սիրուն էին երգում, որ ես էլ ասացի, որ մեր խմբի Վահագնն էլ է նվագում Yellowstone։ Հա, այդ կարգի խմբերը իրանք մնացին իրանց դիրքում։ Հա, չէ, իրենք իրոք լավ են երգում։ Ինձ թվում է իրանց կազմից էլ է։ Իրանց cover-ը ոչ թե նրա համար էր, որ ուրիշ բան չեն կարող անեն դրա համար cover-ը երգում, այլ իրանք շատ լավ համ երգիչը, իրանք իսկական լավ էին երգում նվագում։ Հա, ու իրանք հայկական չեմ հիշում ճիշտ ասած իրանց երգերից, ես որովհետեւ ունեին, բայց գրված երգեր էր, այսինքն եթե ես ճիշտ եմ հիշում, հենց իրանց գրածներն էր։ Ես իրանց լսել եմ երկու իվենթի ժամանակ Մեծոյում։ Երկու անգամ էլ տարբեր միջոցառումներ, մեկը կոնյակի հետ կապված էր, մեկը հիմա չեմ հիշում, հյուր էին կանչել։ Ես իրանց մասին ուղղակի իմացել եմ, որ Վահագնը նվագում էր։ Ու երբ որ լսեցի, զարմացել էի, որ այդ գիտես որ թվի բան եմ ասում, երևի տես 17 թիվ։ Իրանց ամենապիկ շրջանն եղե գործունեության։ Եթե չեմ զարմացել էի, որ Հայաստանում կային մարդիկ, քեզ էլ ասում էի, որ եթե իմ հարսանիքի ժամանակ ինչ որ մեծ խումբ պիտի գա երկի, ուզում իրանք լինեն իմ հարսանիքի երկու խումբը։ Ճիշտ է, հիմա մտափոխվել եմ, վիկինգներ են լինելու քո հարսանիքի երաժշտախումբ։ Պարկապոզուկներով յուպեչկեքով գալու։ Չէ, այդ միտքը ունեմ, այդ չի։ Մի բան հիշեցի, անցած տարի հարսանիք էինք երգում խմբով,
հայ շոտլանդական հարսանիք եւ կասեցի հիշեցի ու փեսան իրենց ազգային տարազով էր ինքն սիրուն էր այդ երկու կողմի բայց առաքելական եկեղեցով չէին ամուսնանում եթե ճիշտ եմ հիշում ամուսնանում էին իրենց ազգային եկեղեցով հոգեվոր հովիվ եկել էր ստեղ Դիլիջանում պետքա պսակադրություն ինքն սիրուն էր մենք էինք ազգայինն իրանց ամեն ազգը դե իր հետաքրքիր բաները ունի էլի որ ես վիկինգների ֆանատ եմ գիտես երկու ազգի պատկերացրա երկու տենց խորացված ազգայինով շատ սիրուն էր այս պատմությունը դու էլ չգիտես բայց ես աղ կյանքում մի անգամ եմ համաձայնվել հա իրոք սող գիտեի սա չէ դες նշ սա գիտես բայց այդ մի բանը դե գիտես հարսանիքներ չեմ նկարում ու չեմ սիրում հարսանիքներ կարակ չդիմեք իրար հա նենց չնա դիմում բայց կյանքում մի անգամ համաձայնվել եմ նկարեմ բայց հարսանիքը չէ նախահարսանեկան վիդեոն որը որ կազմակերպվելու էր ով նայել է վիկինգները կիմանա ով չէ խորտ կտամ մի հատ YouTube-ում ուղղակի գրեք Floki Wedding Floki-ն այդ հերոսներից մեկն է վիկինգի հարսանեկան այդ Փեսայի ու հարսի հանդիպումը իրար ոնց են իրանք գալի իրար հանդիպում Փեսայի հետի ինգերները ու հարսի հետի ինգերները ինքը շատ սիրուն ոնց ասեմ ծայրահեղ սիրուն է քեզ էլ ցույց կտամ բանից հետո ոդկասթից հետո ցույց կտամ համաձայնվել եմ մենակ այն մի տարբերակով որ ես կնկարեմ եթե իրանք համաձայնեն որ իրանք նախահարսանեկան վիդեոն լինի տենց ասենք մարդ երևի ով որ չի իմացել վիկինգներն ովքեր են համաձայնվել են բայց իրանց դուր եկավ այդ միտքը որովհետև հարսը հայ էր փեսան իտալացի էր իրանց դուր եկավ այդ միտքը իտալականը պետքա թողեին գնային հա բայց չէ բայց այդ շոտլանդական չէ նախ նորվեգական դանիական ու այդ կոմի իրանց միտքը շատ դուր էր եկել իրանք համաձայն էին դրան ու ամեն ինչ պլանավորած էր հենց որ պետքա գան Հայաստանում կգտնենք ինչ որ դաշտեր նաև Սևանի մոտ ինչ որ տեղ ինքնաշատ Հայաստանում դաշտերը ու տենց կնկարենք բայց հետո եղավ կորոնա եւ այլն իրանք հետո Իտալիայում փոքր հարսանիք արեցին ու ստացվեց նենց որ ես երբեք հարսանիք չեմ նկարել բայց այդ էլի հարսանիք չէր լինելու նախահարսանեկան վիդեո լինելու որը որ էգոիստական էր իմ համար ես ուրիշ հարսոփեսային ստիպում էի որ իրանք համաձայնվեին իմ պատկերացրած ֆիլմում կոպիտ ասած նկարվեին ասածս նրա մասին էր որ այսքան մենակ իմ չէ այստեղ արդեն ոնց որ հայկական ազգային ռոպագանդան փոխեցին վիկինգական նորվեգական ազգային չէ հենց հարցը է դա որ եթե դու չես ուզում անես հայկական քեզ ինչ որ մի բան դուր չի գալի հայկականի մեջ օրինակ քո երաշխարի հետ չի բռնում ախպեր այդ այն ծիսակարգը որ արվում է չի բռնում քո հետ քո պատկերացումների հետ արա ուրիշ բան, բայց անունը միդի հայկական գոնե անցած էպիզոդում որ խոսում էինք որ չգիտեմ այդ բարի խումբ են ճարում գտնում ու ոնց որ ինչ-որ շարժումներ են անում այդ անունը թող չդնեն հայկական հարսանիքներ բռնում գնում են հա արեքսիոն չգիտեմ չեք ուզում հայկական նորվեգական արեք շատ սիրուն է վրացական արեք չգիտեմ վրացականը գիտեմ չեմ հետաքրքրվել վրացիներով հարսանիքներն էլ էր մեր ոդկասթի հիշեցին որ մի հատ շրջան կար Հայաստանում որ հարսանիքների ժամանակ ես այդ ժամանակ հենց բալիկեի հարսանիքների ընթացքում նոր մոդա էր ընկել լեզգին կանը բոլոր իրանց պարտքն էին համարում հարսանիքների ժամանակ չգիտես ինչի լեզգին կա ապարելու դա ամեն դեպքում ինչ որ մեկ անում է հայտնի ինչ որ մեկ անում է մնացածի մոտ տենց բան է դառնում որ մենք էլ անենք հա парք որ անցանք ոչ թե լեզգին կա ապարելուն ենք դեմ շատ սիրուն է ես երաժշտությունը շատ եմ սիրում հենց բայց վրացական է բայց հարսանիքին լեզգին կա բայց հա հարսանիքի ժամանակ հայկական որ բարեք մի քիչ հայկական արեք ճիշտ է մենք հասել ենք մեր ոդկասթի կեսերին կամ վերջերին հիմա ցենց ժամին նայում եմ չեմ հասկանում էլի ինչքան եմ անկապրեք գնաց է ինչքան է չէ բայց ուզում եմ դուք էլ գրեք ում կուզեք տնակ հյուր որ թեմաներից կուզեք խոսանք Ում գրել եք որ մենք բոլորին հրավիրել ենք հա Կինոսյանանին եք գրել հրավիրել ենք դո Անա Թովմասյանին էլ չգիտեին որ հյուր պիտի ունենանք բնականաբար այդ ժամանակ չեն ասել Սևադային էլ էին գրել որ ճիշտ է Սևադային էլ էին գրել Էթնոյ Սուսաննային էին գրել ես եմ կամ ստեղ հա գրեք
մեզ էլ էլի հետարքիր ինչ թեմաներով եք ուզում ենք շարունակենք խոսալ, բայց տրամաբանական մարդկանց անուններ էլի գրեք, մենակ մեծ խնդրանք հա։ Ում ֆանտազիան հերիքում տենց չէ էլի, մենակ տրամաբանական մարդկանց անուններ։ Խնդրում եմ, սիրելի ընկերներ ջան, սիրելի կազմակերպիչներ, համերգների Մեկ-մեկնես դեմքեր եք բերում Հայաստան համերգի, որ մարդ չի ճանաչում։ Խնդրում եմ, էլի Իբրահիմ Մալուֆին բերեք Հայաստան։ Շատ եմ խնդրում, ես ինչի հիմա պետք է հելնեմ հասնեմ Ֆրանսիա կամ Իտալիա Մալուֆին լսելու համար։ Խնդրում եմ, էլի։ Գիտեք ինչ մեծ բանակ կա Հայաստանում Մալուֆին սիրող։ Մալուֆին կոնկրետ չգիտեմ, բայց այսքան ժամանակ ոչ մի արտիստ, որ չկա տենց արտիստ, որ ավիրել են Հայաստան, ուզեցել եմ գնամ լսեմ։ Ամենավատը դա։ Ոչ թե իրանց երգերը առհասարակ չեմ լսում, այլ այն արտիստներն են, որ կյանքում չեմ մտածել Տոմս կառնեմ ու կգնամ կլսեմ իրանց։ Դաժե Ջենիֆեր Լոպեսը երբ որ եկել էր Հայաստան։ Չեմ գնացել լսելու։ Ես էլ, այն որ լիքը մարդ, հա, փոքր ժամանակ լսել եմ իրան, ու նենսա շատ բան չենք կարա լսենք, որովհետև ինձ ցույց էին տալիս, հետո լսում էինք։ Բայց հանես մարդկանց կանչեք մեկ-մեկ Հայաստան, որ մենք ուզենան գնանք։ Միակ խումբը, որ հիշում ես, քեզ էլ ասել էի, որ ուզում էի լսեի, բայց այդ օրը ինչ որ խառը ստացվեց չկարացա գնամ։ Հայաստան եկել էր Կալանդրան, նորվեգական, որը երգում են վիկինգական երգեր, բանում էր քոաֆում։ Ես 2 հոգու համերգի եմ պատրաստվում գնամ։ Աբերնահմի լիբանանցիա եւ Իբրահիմ Մալուֆ, էլի լիբանանցիա։ Եթե իրանց կբերեք։ Չէ, սիստեմի համերգին էի ուզում գնայի, բայց Imagine Dragons-ն կգնամ ուրիշ երկում կլսեմ։ Ես Imagine Dragons-ին շատ երկար ժամանակադեմ եմ ազգային նկատառումներից ելնելով։ Հա։ Մենք առաջի էպիզոդի ժամանակ ասել էինք, որ դու բարբերաբար երգելու ես, բայց ստացվեց, որ չես երգում։ Առիթից օգտվում էր երևի, որ հյուրերը երգում են, դու չեր երգում։ Այսօր քո հերթն է։ Այսօր քո հերթն է։ Հենց որ սպասում ենք մեր համար, այսա կտեսնենք թե ինչ երգ կկատարի։ Մեր բոլորի կողմից շատ սիրելի Սուսանա Նաջարյանը։ Խնդրեմ Սուսանա։ Որոշել եմ երգեմ հիմա Ծամերուս Ծանրութենեն երգը Ալաշկերտի տարբերակով, քանի որ բառերը չեմ հիշում, բայց ես Սևան Շահմիրյանի հետ ունեմ ներկայացրած YouTube-ում կա, կարող եք բացել լսել այս երգը տարբերակով։ Ծամերուս Ծանրութենեն ծամթել կդրավ ծովնինքյավ Լողվորջում մեկնել եսիմ, շեկնել եսիմ, ծամթել ծովեն ես կհանեմ, նանանոր, նանոր, նանոր, նար, նանանոր, նար, նանանոր, նանոր, նանոր, գիտամ քեզ ծերիս խալխանդե հանեցամ թելնի ծովեն, ինչ կենեմ թևիտ խալխալ չեմ հանեցամ թելնի ծովեն, գիտամ քեզ մատիս մատնիկ դե հանեցամ թելնի ծովեն, ինչ կենիմ մատիտ մատնիկ չիմ հանիցամ թելնի ծովեն, նանանոր, նանոր, նանոր, նար, նանանոր, նար, նանանոր Միգուցե ինչ որտեղ սխալի երգեցի, խնդրում եմ ներողամիտ եղեք։ Ծափահարություններ։ Շատ սիրուներ։ Այո, տարիներ առաջ կատարել էի այս երգը։ Հիասքանչ։ Վերջապես ստուդիայից հարևանները էլի ուրախ կլինեն, որ դու ես երգում, ոչ թե ես։ Իդեպ համերգի ժամանակ ունեք երգեր, որ նորա լինելու։ Ուզում եմ մի փոքր խոսել մեր ամսինի համերգից, համերգը բաղկացած է լինելու 21-22 դեռ հստակեցված չի 21-22 երգից, որոնցից երկուսը լինելու են ինստրումենտալ գործիքային տարբերակներով երաժշտություններ, ազգային երգերի ներկայացված էթնոքալշտի տարբերակով, ոչ ավանդական տարբերակով, մոտավորապես ունենք 6 եւ ավել նոր երգեր, որոնցից 1-2-ը կարող է ուղղակի լսած լինեք, բայց հիմնականում լինելու է պրեմիերա հենց ամսի 9-ին
Խոսեմ հագուստներից, հագուստները լինելու են Տերյան կենտրոնինը, հեղինակային իրենց հագուստներից, իմ հագուստը լինելու է իմ շատ սիրելի Սոֆիայի կարածը, գործածը եւ նաեւ մյուս տարբերակը արդեն Տերյան կենտրոնի հագուստներից այդպես ռեժիսորը նկարահանող թիմի հետ աշխատելու է Լևոնը, բեմում լինելու է Ethno Colors-ը, լինելու է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ամսինի ժամը 7:30 պատրաստվում ենք, շատ մեծ շոկով ենք պատրաստվում, քանի որ մեզ համար էլ շատ պարտավորեցնող համերգ է 2021 թվականի մարտի 21-ին մենք ներկայացրել ենք մեր առաջին ծրագիրը Վատ Բարկա սոստավ, հին սոստավով եւ խմբի կազմում մնացել ենք 4-ից երևի թե ամենաառաջի հենց համերգից հետո ես, Արթուրը, Ռաֆայելը ու Ստյոպը ճիշտ է ամենաառաջին համերգից մինչ օրս եւ այդպես հիշելու ենք մեր լավագույն պահերը 5 տարիների ընթացքում այն երգերը, որոնք հիթեր են եղել ու ճանաչվել են մեզնով խոսքով ասեմ, որ այն երգերը, որ YouTube-ով եք լսում, կենթանի կատարմամբ լսելուց լրիվ ուրիշ բան է, ուրիշ տրամադրություններ է տալի ու YouTube-ի ալգորիթմները ու YouTube-ի ամեն ինչը որակը շատ է գցում, այնպես որ եթե սիրում եք հայկական ազգային էթնիկ երգեր, ավելի ժամանակակից ձևով, ավելի ժամանակակից շնչով, եկեք համերգին, որովհետև տոմսերի մեծ մասն էլ արդեն վաճառված է։ Հա, քիչ է մնացել տոմսից։ Մնացել է մեկ շաբաթ-շաբաթուկես։ Այդպես պատրաստվում ենք ամենայն մանրամասնություններով ենք պատրաստվում, որովհետև ժամանակի ընթացքում ամենասկզբում, երբ որ խումբը կար, ես համերգներին բոլոր երգերն անխտիր ներկայացնում էի պատմությունները, որտեղից է, որ բարբառով է, ծագումը, եթե հեղինակ ունի հեղինակ, եթե ժողովրդական է ներկայացնում էի անհասկանալի բառերը, եթե կան մեջը, մի խոսքով իրադրություններ, ոնց է տեղի ունեցել երգի ստեղծում ու դրանից հետո ժամանակի ընթացքում մի փոքր քչացավ ու մենակ անդրադառնում էին երգերին, որոնք այդ պահին հիթ էին ու Քիսմեթը կամ Գարմին կամ Վայբաբուն։ Այդ մի քանի երգերի էի անդրադառնում, հիմա այս համերգին անդրադառնալու եմ բոլոր երգերին, այդպես։ Երգերի պատմություններն էլ հետաքրքիր են, որովհետև ազգային երգերը, ժողովուրդ այդ բան ոնց որ ազգի ոչ թե ինչ-որ ունի կոնկրետ գրող, այլ ազգի կամ ինչ-որ տարածաշրջանի մեջից դուրս եկած երգերն են, որոնք որ մեզ հասել են մեր տատիկների, պապիկների միջոցով, որ չգիտենք կոնկրետ բառերի հեղինակը ովքեր են, բայց մենք մինչև այսօր շարունակում ենք երգել ինչ-որ մարդկանց մեզ փոխանցելու շնորհիվ։ Անկախ մենք կարանք հիշենք Հայրիկ Մուրադյանին, ոչ թե նրա համար, որ ինքն է հեղինակը այդ երգի, այլ նրա համար, որ ինքն է մեզ փոխանցել այն ինչ որ եղել է մեր ազգայինը։ Ազգայինը ինչ որ մարդու հեղինակային իրավունքը չի, ազգայինը մեր պատմությունն է, բայց շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր որ կրել են այդ ազգայինը ու փոխանցել են մեզ։ Իդեպ երգերի կազմում ունենք, նոր երգերի կազմում ունենալու ենք ամսինին Բալուի տարածաշրջանի երգեր, Տիգրանակերտից երգ եւ Հայրիկ Մուրադյանից երգ ենք ունենալու, որը լինելու է առաջին անգամ այդ տարբերակով մեր կատարմամբ։ Որտեւ ամբողջությամբ նորով ենք ներկայացնելու։ Մեղեդ ինչ փոխած։ Ես որ նկարում եմ ծեր համերգները, պայտակ մոռանում եմ նկարում, սկսում եմ երգել։ Դժվար է իրականում, եթե սիրում ես երգերը։ Մի հատ պատմություն պատմեմ, հորքուրներս ու մամաս որ գալիս են իմ համերգին, լայվեր են անում։ Հետո երբ որ ես ուզում եմ լայվերը լսեմ, հորքուրներիս մեր բոլորի ձայնը համարյա բոլորինս տատիկիս ձայնին է նման ու բոլորի ձայնը շատ նման է իրար ու լսում եմ հորքուրներիս ձայնը։ Հիմա ինչ որ քոնը լինի, գոս այդ քոն նկարես 2-3 ժամ ու վերջում քո ձայնը գտած։ Էթնո Colors եւ Լևոն։ Այո։
Չէ, մի անգամ ձեր խմբի անիներ համերգից հետո ասում եմ նայում եմ նկարելու ժամանակ ոնց որ բոլոր երկերը հետներս երգում ես, ասում եմ Հա, վերջին համերգն էլ կարծեմ դու էիր նկարում դեկտեմբերի կամ նոյեմբերի։ Եթե hard rock-իններ, հա։ Հա, իմ ընկերներից մեկն եկել էր, ասում էր Լևոնը շատ ոգևորված երգում էր ամբողջ ծրագիրը։ Այո։ Չէ, երբ որ իմ սիրած երգերն է, ձեր երգած երգերն էլ, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, բայց իմ սիրած երգերն են, բոլորը գիտեն էլի, որ ձեր խմբի հանդեպ շատ մի քիչ կողմնակալ վերաբերմունք ունեմ։ Մենք էլ Չնայած որ էլի տարբեր տեսակ խմբեր կան Հայաստանում, որ լսում եմ, բայց դա շատ լավ խմբեր ունենք։ Ոնց որ եկեք համերգին ու համերգ գնալու մշակույթ իրական հիմա շատ բարձր է Հայաստանում, նամանավանդ հայկական երգերի, հայկական մշակույթ ներկայացնողների, կլինի էթնոքալորսը, կլինի բամբիռը, կլինի կաթիլը, կլինի ուրիշ խումբ, երբ որ իրենք զնում են համերգներ թեկուզ 2 օր, մեկը իրենց տոմսերը վաճառվում է, կարող է չեն գնում օրինակի համար այնքան մարդ ինչքան որ կգնա համալիր, բայց նպատակը համալիրի չափ մարդ կանց այնտեղ հավաքելն էլ չի։ Ամեն դեպքում դե հավաքվում են գաղափարակից մարդիկ, մեր առաջին որպես այդպեսին համերգասրահային մենահամերգն է։ Հա, բայց կարևոր է որ հավաքվեն գաղափարակիր մարդիկ, ովքեր որ այդ գաղափարը հելնելու են ու տարածեն իրանց միջավայրում, իրանց շրջապատում, ու այն մարդիկ, ովքեր որ գալիս են նկարում են ստորիներ են անում ու post են անում, այդ նաև օգնում է որ ուրիշ մարդիկ էլ տենան, իրանց մեջ էլ առաջանային ցանկությունը, որ պետք է լսեն հայկական, պետք է լսեն ազգային, ինչ որ գնացեք համերգների, գնացեք թատրոններ, նայեք հայկական կինոներ, փորձեք դուք էլ օգնեք, որովհետև մշակույթը ինքը շատ ծանր ֆինանսական բեռ ունի իր մեջ, որը որ խումբը կամ անհատ երգիչը կամ երաժիշտը չի կարող ինքը մենակով տանի, իսկ դրա համար արվեստի համար ես մտածում եմ, որ պետությունը ընդհանրապես պիտի չխառնվի, որ արվեստը չդառնա պետական վերահսկողական ինչ-որ մի հատ բան, այնց որ դուք համերգին մասնակցելով կամ թատրոն գնալով ներկայացում նայելով օգնում եք մշակույթի ազատ լինելուն ու հիմա շատ պոպուլյար է դառել որ ասեն ազատ խոսք, դեմոկրատիա կամ չգիտեմ ինչ sense բաներ, այդ ազատ խոսքը կա, երբ որ մարդիկ գիտեն, որ իրանք ունեն այն քանակի մարդիկ, ովքեր որ իրանց ֆանատ չասենք, բայց կիսում են իրանց մտքերն ու արժեքները։ Այո։ Նենց որ գնացեք Հայաստանում տարբեր տեսակ ու շատ համերգներ է լինում, Թմբաթանել համերգ ունի, ես չեմ հիշում ամսի քանիսներ կամ կարող է արդեն եղել։ Արի մեր համերգի մեր հաղորդումների վերջում ներկայացնենք շաբաթվա համերգային։ Հա, կարանք, ճիշտ ասած Թմբաթայինը ասացի, բայց չեմ հիշում, կարող է արդեն եղել է, որտեվ ուզում եի գնայի, բայց գրաֆիկս այնպես խառնա, որ չեմ հասցնում, բայց հա, կարելի է այդպես բան անել, ամեն ոդկասթին ինչ որ տես մի հատ բան ունենք, որ ասել մեր կողմից խորհուրդ, որ կարելի է գնալ օրինակ այս ներկայացումը դիտել կամ համերգը։ Օրինակ այս ծմեր իմ համար շատ դասականին նվիրված էր, որտեղ ես ու քույրս իստու բաց չէինք թողում բոլոր օպերաները, բալետները եւ դասական համերգները։ Ես մի հատ ներկայացում կա ուզում եմ գնամ Առաքելը Հրանտ Թոխեցյան նախ։ Հա։ Չեմ հասցնում գնամ։ Սամվել Թոփալյան Հրանտ Թոխեցյան կարծեմ։ Սամվել Թոփալյանը մի անգամ մեր տաղավարում հյուր էր, ամալեի նկարարման ժամանակ։ Նկարարումից հետո ասում եմ որ ուզում եմ գամ ձեր ներկայացմանը, բայց երբ ուզում եմ տոմս առնեմ չկա։ Ասում եմ դե ամիսը մեկա պիտի հասցնես ու իրոք երբ ուզում եմ մտնեմ առնեմ ինչքան շուտ ուզում եմ մտնեմ առնեմ տոմսերը սպառված են։ Այնց որ Առաքելը ես անձամբ չեմ նայել, բայց պատրաստում եմ գնամ նայեմ, բայց Առաքելի մասին էլ որ ոչ մի վատ բան մեկնաբանություն չունեմ։ Բայց հա լավ բան ասիր, կարանք ամեն ոդկասթից հետո ցանկ ներկայացնենք։ Հա, ներկայացումների ժամանակացույց։ Կատյա, չոր կնոջ ձայնով։ Օնլայն տոմսարկղ գետե։ Չասեցինք ձեր տոմսերը որտեղից կարան առնեն։ Տոմսայեմից Event Hub։ Հա, Տոմսայեմ Event Hub։ Ես ասեմ 4 Skype-ից կարող եք առնել։ Ticket System GTM եւ Ticket-on AM։ 4 տեղ, որտեղից որ կարող առնեք։ Տոմսերի մեծ մասը սպառվել են, հենց որ կարող առնեք այն մի մասը, որ չի սպառվել։ Այո, որոնք կարող եք ձեռք բերել։ Որ ասում այն համերգը չի, որ ասենք եկեք քեֆ անելու, որտեվ ուրիշ բանի մասին է, բայց եկեք հոգևոր չէ։ Ասենց ներքին մշակութային էմոցիաները բարձրացնելու համար։ Այո։ Ինձ թվում է մեր այսօրվա ոդկասթը կարանք այսքանով սահմանափակենք։
այս ավելի շատ մեր ոդկասթի գաղափարի ամփոփումներ է այսօրվա ոդկասթը, ինչի համար ենք սկսել, ինչի համար ենք շարունակում, ինչի համար ենք պատրաստվում շարունակենք։ Ավելի շնորհակալություն հայտնենք մեր բոլոր լսողներին, դիտողներին, այն մարդիկ, ովքեր որ մեզ մենակ դրականն են տվել, լավ կոմենտներով, իրանց մեկնաբանություններով, ամեն ինչով։ Շատ շնորհակալ ենք բոլորից, ու այդ մեզ պարտավորեցնում է, որ անենք ավելի լավը ու չմտածենք այս ամեն ինչը ստոպ տալու մասին։ Այո։ Դե ասա որ երգն ես երգում։ Կոմիտաս չեմ կրնա խաղա։ Լսում ենք։ Չեմ կրնա խաղա անոթի փորս կղղրա կիսուրս կգա կվրվրա չեմ կրնա խաղա չեմ կրնա խաղա սևասուկ սիրտս կդողդողա լացից աչքերս կմրմրա չեմ կրնա խաղալ չեմ կրնա խաղալ լացից աչքերս կմրմրա կիսուրս կգա կվրվրա չեմ կրնա խաղալ չեմ կրնա խաղալ իդեպ սա ծափահարություններ մեր բենդի առաջին ծրագրից եղել 5 տարի առաջ այ ձեր երկացը չեմ լսել որովհետև ոչ միտեղ չի եղել 3 համերգ ենք երկել ես երկը շատ եմ սիրում բայց ձեզանից չեմ լսել լավ միտք արժի Արտուրին տալ եւ նորից Մենք տղագաչով կիսուրների մասին բանագրում կարա։ Մենք կիսուրների նվիրված այնքան շատ երգեր ունենք իրականում։ Մի օր կկանչենք կիսուրագետների հատուկ այդ երգերը երգել, բայց բոլորս էլ մի օր դառնալու ենք կամ կիսուր կամ դուքաչ։ Այն բլոգեր տղաունը։ Հայ գալեք։ Որպես երգերի կիսուրագետ կարելի է իրեն ասել։ Եթե լսել ես մանվելը որ հյուրեր մենք խոսում էինք այդ մասին, որ ես Կարինում առաջին անգամ ես եմ երգել։ Էլի չեմ կրնա խաղալ բաննա Աղջկանըոսկի կոշիկ մայրիկին արծատ Աման հայրիկին էլ եմենի մտապան չունենար Չեմ կրնա խաղալ մաս պապուջս կճրջրա Անոթի փորս կղրղրա շուն կիսուրս կդրդրա Չեմ կրնա խաղալ տամ տարարարամ Այո, կիսուրների նվիրված չեմ կրնաների շարաններ ունենք Անցածին Անտոնիների շարանից էինք Հա, չէ, մանվելի հետ ենք խոսել այս մաս Կիսուրներից էինք Այո Էլի եղավ շատ հետաքրքիր, մեր բոլոր ոդկասթները շատ հետաքրքիր են լինում Կարող եք լսել, թողել ձեր մեկնաբանությունները, որտեղ ձեր յուրաքանչյուրի ամեն մեկ հատ մեկնաբանությունը ալգորիթմը զարգացնում է, որ ունենանք շատ դիտում Եթե չեք հավանում, կարաք դիսլայքել դնեք իրականում Այդ էլ ալգորիթմերի վրա Ու հա, չի երևում, ու ալգորիթմները տարածում են Կարաք դիսլայքել դնեք Մերսի շատ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեր հետ միշտ Վատ կոմենտներ էլ կարաք գրեք, ուղղակի մի վիրավորեք Վատ կոմենտ նկատի ունենք, գրեք, որ օրինակի համար մենք մտածում ենք, որ այս մի բան է եղել ասենց, որովհետև այս մի գրքի մեջ կարդացել ենք, որ եղել ասենց, կամ այս մարդը ասել է, որ այս մի դեպքը եղել է օրինակի համար ասենց, կամ այս հայկականը ըստ այս մարդու կարծիքով Այդ մենք չենք համարում վատ կոմենտ, մենք դրան վերաբերվում ենք որպես դիսկուս, հենց որ դիսկուս կոմենտներում Շնորհակալություն բոլորին Ես էլ գնամ փորձի պատրաստվեմ համերգին Կհանդիպենք հաջողություն